Ինչ կանեք, եթե հանկարծ պարզվի, որ ձեր ամբողջ կյանքը կառուցված է մի սարսափելի և կործանարար ստի վրա։ Մենք սովոր ենք կարծել, թե ծնողական սերը միայն պաշտպանում է, բայց երբեմն այն դառնում է դանդաղ գործողության ական։ Պատկերացրեք, տասնամյակներ շարունակ ապրում եք իդեալական ընտանիքում, հպարտանում եք ձեր ազգանունով, սակայն մեկ պատահական թուղթ կամ մոռացված իր կարող է գլխիվայր շրջել իրականությունը։ Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է լռությունը դառնում ամենադաժան դահիճը, և թե ինչպես սրբացված հիշողությունները կարող են վերածվել մղձավանջի։ Բայց ամենասարսափելին դեռ առջևում է։ Դուք ականատես կլինեք մի անելանելի իրավիճակի, որտեղ ճշմարտությունը ոչ թե ազատում է, այլ կործանում։ Ինչ գին պետք է վճարել արդարության համար, երբ մեղավորը քո ամենահարազատ մարդն է։ Մենք ձեզ կտանենք մարդկային հոգու ամենամութ անկյունները, որտեղ բարոյականությունը բախվում է արյան կանչին, իսկ այս դրամայի անսպասելի ավարտը կստիպի ձեզ վերանայել վստահության մասին ձեր բոլոր պատկերացումները։ Պատրաստվեք ցնցող բացահայտմանը։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա, որպեսզի բաց չթողնեք այս լարված պատմությունը, և մեկնաբանություններում անպայման գրեք ձեր քաղաքը, տեսնենք, թե աշխարհի որ ծայրից են մենք հետևում այս իրադարձություններին։ Դրսում մոլեգնող փոթորիկը կարծես Անահիտի հոգու հայելին լիներ, երբ նա դողացող ձեռքերով մոտեցավ վառվող բուխարուն, ափերի մեջը սեղմելով դեղնած մի ծրար, որը պարունակում էր 20 տարվա լռությունն ու սարսափը։ Հյուրասենյակի պատից կախված ամուսնու Գևորգի մեծադիր դիմանկարը նայում էր նրան սառը, դատապարտող հայացքով, կարծես զգուշացնելով, որ անցյալի ուրվականները երբեք չեն մոխրանում, նույնիսկ եթե թուղթը վերածվի մոխրի։ Անահիտը գրեթե նետել էր ծրանը կրակի մեջ, երբ դռան զանգի հանկարծակի ղողանջը ստիպեց նրան ցնցվել և արագորեն խցկել թուղթը գրապահարանի հաստաթափոր գրքերի հետևը։ Ներս մտավ Արմանը, թրջված վերյարկով, բայց հաղթական ժպիտով, և նրա առաջին իսկ խոսքերը կապված հին, փակված գործի անսպասելի նմանության հետ սառեցրին Անահիտի արյունը, քանի որ որդին ոգևորությամբ պատմում էր այն նույն սցենարի մասին, որը մայրը փորձում էր թաղել տասնամյակներ շարունակ, իսկ օդում կախված էր մի հարց. արդյոք մոր սերը բավական է որդուն ճշմարտությունից պաշտպանելու համար, երբ այդ ճշմարտությունը մահացու է։ Արմանի հետաքրքրասիրությունը վերածվեց մոլուցքի, երբ նա սկսեց քանդել անցյալի կծիկը, և ամեն մի նոր բացահայտում նրան տանում էր դեպի անդունդը, որտեղ հոր իդեալական կերպարը սկսում էր ճաքեր տալ։ Նրա օգնականը՝ Լիլիթը, գտել էր նախկին քննիչ Սուրենի հասցեն, ով ապրում էր ծերանոցում և մահամերձ վիճակում էր, ինչը նշանակում էր, որ ժամանակը սուղ է և գաղտնիքը կարող էր մեռնել նրա հետ։ Անահիտը, իմանալով որդու մտադրության մասին, խուճապահար զանգահարեց իր հին ծանոթներին, պահանջելով կանգնեցնել Արմանին ցանկացած գնով, բայց նրա ձայնի մեջ հնչող հուսահատությունը մատնում էր, որ իրավիճակն այլևս իր վերահսկողությունից դուրս է։ Երբ Արմանը մեքենայով սլանում էր դեպի ծերանոց, արգելակները հանկարծակի դավաճանեցին նրան, և միայն հրաշքով ու վարորդական հմտությունների շնորհիվ նա կարողացավ խուսափել ողբերգական վթարից, սակայն սրտի խորքում կասկածի սառը սերմը սկսեց ծլել. արդյոք սա պատահականությունն էր, թե ինչ-որ մեկը փորձում էր լռեցնել նրան։ Ծերանոցի խոնավ ու դեղորայքի հոտով հագեցած սենյակում Սուրենի խզզոցով լի շնչառությունը ընդհատվում էր հազիվ լսելի բառերով, երբ նա Արմանին պատմեց մի առեղծվածային սև տետրի մասին, որտեղ գրված էր ողջ ճշմարտությունը։ Ծերունու աչքերում կարդացվում էր ոչ թե վախ, այլ ազատագրում, քանի որ նա խոստովանեց, որ Անահիտը տեղյակ է ամեն ինչից և տարիներ շարունակ խաբել է բոլորին։ Այս խոստովանությունը Արմանի համար նման էր դավաճանության դաշույնի հարվածի, քանի որ նա չէր կարողանում հավատալ, որ իր պաշտելի մայրը կարող էր լինել այդ կեղտոտ խաղի մասնակիցը։ Երեկոյան ընթրիքի ժամանակ, երբ Արմանը փորձեց մորից պարզել սև տետրի մասին, Անահիտի արձագանքը եղավ կտրուկ և ագրեսիվ։ Նա Սուրենին անվանեց խելագար, սակայն ջուրը լցնելիս նրա դողացող ձեռքերն ու խուսափող հայացքը բղավում էին հակառակի մասին, և Արմանը հասկացավ, որ իր առջև նստած կինը կրում է մի դիմակ, որի տակ թաքնված է աններելի հանցագործությունը։ Հետաքննությունը Արմանին տարավ բանտ, որտեղ նա հանդիպեց անարդարացիորեն դատապարտված Վարդանին, մի մարդու, ում կյանքը խորտակվել էր Գևորգի և Անահիտի ստի պատճառով։ Վարդանի պատմությունը սարսափելի էր իր պարզությամբ։ Նա նկարագրեց, թե ինչպես է Գևորգը ստիպել իրեն ստորագրել կեղծ խոստովանականը, սպառնալով ընտանիքի անվտանգությանը, իսկ Անահիտը ապահովել է կեղծ ալիբի, պնդելով, որ ամուսինը սպանության գիշերը տանն է եղել։ Այս տեղեկությունը քարուքանդ արեց Արմանի աշխարհը, քանի որ պարզվեց, որ իր հոր հերոսական կերպարը ընդամենը շղարշ էր, ծածկելու համար խաղամոլի և մարդասպանի իրական դեմքը։
Տուն վերադառնալով, Արմանը սկսեց մոլեգին խուզարկել նկուղը և գտավ կոտրված կողպեքով մի արկղ, որը դատարկ էր, բացառությամբ մի փոքրիկ, մոռացված գրավատան անդորրագիրի, որը թվագրված էր սպանության օրով, և այդ փոքրիկ թղթի կտոլը դարձավ այն բանալին, որը պետք է բացեր Պանդորայի արկղը։ Գրավատան ոսկերիչը, տեսնելով անդորրագիրը, հիշեց անսովոր գործարքը և պատմեց մի ադամանդե մատանու մասին, որի վրա փորագրված էր սպանված գործարարի կնոջ անունը Ելենա, և որը հետագայում հետ էր գնել մի կին, Անահիտ Սարգսյանը։ Այս փաստը վերջնականապես փարատեց Արմանի բոլոր կասկածները, և նա, օգտվելով մոր բացակայությունից, մտավ նրա ննջասենյակ, որտեղ գաղտնի դարակում գտավ ոչ միայն այդ մատանին, այլև Սուրենի հիշատակած սև տետրը, հոր օրագիրը։ Կարդալով հոր ձեռագիրը, որտեղ սառնասրտորեն նկարագրված էր սպանությունը և Անահիտի մեղսակցությունը, Արմանը զգաց, թե ինչպես է հատակը փախչում ոտքերի տակից, իսկ արդյունքները խեղդում էին կոկորդը։ Հենց այդ պահին սենյակի դուռը բացվեց, և շեմին հայտնվեց Անահիտը, գունատ, բայց վճռական, պատրաստ պաշտպանելու իր սուտը մինչև վերջին շունչը, սակայն նրա աչքերում արդեն երևում էր պարտության ստվերը։ Մոր և որդու առճակատումը նման էր երկու տարբեր աշխարհների բախման, որտեղ Անահիտը փորձում էր արդարանալ, ասելով, որ ամեն ինչ արել է հանուն որդու ապագայի և ընտանիքի պատվի, մինչդեռ Արմանը մեղադրում էր նրան եսասիրության և ուրիշի կյանքը կործանելու մեջ։ Վիճաբանությունը հասավ գագաթնակետին, երբ Անահիտը, հասկանալով, որ որդին պատրաստվում է գնալ դատախազություն, դիմեց վերջին և ամենասարսափելի քայլին, սպառնալով ինքնասպան լինել, եթե Արմանը հրապարակի ճշմարտությունը։ Արմանը, ցնցված մոր շանտաժից, հեռացավ տնից, հայտնվելով բարոյական երկընտրանքի առջև, փրկել մորը, թե վերականգնել արդարությունը։ Իսկ գիշերային քաղաքի լռությունը խախտվում էր միայն նրա մտքերի քաոսից, որոնք պահանջում էին անհապաղ լուծում։ Հաջորդ առավոտ, տեսնելով մորը խոհանոցում, դեղահաբերը սեղանին, Արմանը հասկացավ, որ չի կարող նահանջել, և որ լռությունը միայն կերկարաձգի տառապանքը, ուստի նա ընտրեց ամենադժվար ճանապարհը, ուղևորվելով դատախազություն, որտեղ նրան սպասում էր ևս մեկ հիասթափություն՝ կոռումպացված համակարգը, որը պատրաստ էր կոծկել ամեն ինչ հանուն հին կապերի։ Դատական նիստերի դահլիճում լարվածությունը հասել էր պայթյունավտանգ մակարդակի, երբ Արմանը, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, կանգնեց ամբիոնի մոտ ոչ թե որպես պաշտպան, այլ որպես մեղադրող վկա, ձեռքում պահելով հոր օրագիրն ու գողացված մատանին։ Նա նայեց մոր աչքերին և պահանջեց ճշմարտությունը, և այդ պահին դահլիճում տիրեց քար լռություն, որը խախտվեց միայն Անահիտի հեքեկոցով։ Բոլորի հայացքների ներքո, հասկանալով, որ այլևս ոչինչ չունի կորցնելու, և տեսնելով որդու անկոտրում կամքը, Անահիտը ոտքի կանգնեց և արտասանեց այն բառերը, որոնք 20 տարի շարունակ թունավորել էին նրա հոգին, խոստովանելով ամուսնու հանցանքն ու իր մեղսակցությունը։ Այս խոստովանությունը ոչ միայն ազատեց անմեղ Վարդանին, այլև քանդեց այն կեղծ պատվանդանը, որի վրա կառուցված էր նրանց ընտանիքը, բայց միևնույն ժամանակ այն դարձավ մաքրագործման սկիզբ։ Ամիսներ անց, երբ Անահիտը կրում էր իր պատիժը կանանց գաղութում, Արմանի այցելությունը դարձավ նրանց հարաբերությունների վերածննդի խորհրդանիշը։ Ապակու հետևում նստած մայրը, թեև ծերացած ու հյուծված, առաջին անգամ տարիների ընթացքում խաղաղ տեսք ուներ, քանի որ ստի ծանր բեռը վերջապես ընկել էր նրա ուսերից։ Արմանը, նայելով մորը, հասկացավ, որ թեև ցավը դեռ չի մեղմացել, բայց ճշմարտությունը հնարավորություն է տվել նրանց ապրել առանց խաբեության։ Եվ երբ նա դուրս եկավ բանտի դարպասներից, արևի շողերը լուսավորեցին նրա դեմքը, խոստանալով նոր մաքուր սկիզբ։ Նա հանեց գրպանից հոր նվիրած ժամացույցը, նայեց դրան վերջին անգամ և հասկացավ, որ ժամանակն է թողնել անցյալը անցյալում, սակայն մի հարց դեռ տանջում էր նրան. արդյոք ինքը կկարողանա երբևէ լիովին ներել, թե այդ սպին կմնա նրա սրտում ընդմիշտ։ Անձրևը դեռևս մոլեգնում էր պատուհանից այն կողմ, կարծես արձագանքելով Արմանին ներսում կուտակվող փոթորկին, երբ նա իր փաստաբանական գրասենյակի կիսամութ սենյակում կրկին ու կրկին թերթում էր դեղնած թերթերի կտրոնները, որոնց վրայի տառերը վաղուց գունաթափվել էին, բայց դրանցում թաքնված իմաստը հիմա ավելի վառ էր վառվում, քան երբևէ։
Նրա հայացքը սևեռված էր հոր Գևորգի լուսանկարին, որտեղ տղամարդը կանգնած էր ոստիկանական շքերթի ժամանակ, կրծքին փայլող մեդալներով և այն նույն հպարտ կեցվածքով, որը Արմանը փորձել էր ընդօրինակել իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում։ Սակայն այսօր այդ հայացքի մեջ նա տեսնում էր ոչ թե հերոսի վճռականություն, այլ ինչ-որ անորսալի սառնություն, որը նախկինում վրիպել էր իր ուշադրությունից։ Հիշողությունները նրան տարան հետ, դեպի մանկության այն օրը, երբ հայրը իր հսկայական ձեռքը դրել էր նրա ուսին և ասել, որ տղամարդու ամենակարևոր զենքը նրա մաքուր խիղճն է։ Բայց հիմա, նայելով արխիվային փաստաթղթերին, Արմանը զգում էր, որ այդ զենքը ուղղված է հենց իր սրտին, քանի որ փաստերը համառորեն հակասում էին հոր ստեղծած լեգենդին։ Գործը, որը նա պատահաբար գտել էր, փակվել էր ընդամենը 24 ժամվա ընթացքում, առանց լուրջ փորձաքննության և վկաների հարցաքննության, ինչը իրավաբանական տեսանկյունից անհեթեթություն էր, եթե ոչ հանցավոր անփութություն։ Եվ այդ մտքից նրա քունքերում սկսեց բաբախել տագնապի ահազանգը։ Գրասենյակի ծանր դուռը բացվեց և ներս մտավ Լիլիթը, Արմանի օգնականը, ով իր սուր մտքով և մանրուքների նկատմամբ ուշադրությամբ բազմիցս փրկել էր ամենաբարդ դատական գործերը, և այս անգամ էլ նրա դեմքին դրոշմված էր անհանգստության և վճռականության խառնուրդը։ Նա սեղանին դրեց մի բարակ թղթապանակ և ցածր ձայնով, կարծես վախենալով, որ պատերը կարող են լսել, հայտնեց, որ իրեն հաջողվել է գտնել այն միակ մարդուն, ով կարող է լույս սփռել այս մութ պատմության վրա, նախկին քննիչ Սուրենին, ով եղել է Գևորգի աջ ձեռքը և ամենամոտ ընկերը։ Լիլիթի խոսքերը հնչեցին որպես դատավճիռ, երբ նա մատնացույց արեց մի փաստաթուղթ, որտեղ երևում էր, որ Սուրենը անսպասելիորեն թոշակի է անցել հենց այն գործարարի սպանության գործի փակվելու հաջորդ օրը և մեկուսացել աշխարհից քաղաքի ծայրամասում գտնվող մի խղճուկ ծերանոցում։ Արմանը զգաց, թե ինչպես է օդը սենյակում պակասում, քանի որ Սուրենի լռությունը և անհետացումը խոսում էին ավելի բարձր, քան ցանկացած ապասույց, և նա հասկացավ, որ իր հոր իդեալական կարիերայի հիմքում ընկած է մի գաղտնիք, որը ստիպել է փորձառու քննիչին փախչել սեփական կյանքից։ Լիլիթը զգուշացրեց նրան, որ բժիշկների տվյալներով Սուրենը ծանր հիվանդ է և նրա օրերը հաշված են, ինչը նշանակում էր, որ Արմանը պետք է գործի անհապաղ, եթե ցանկանում է իմանալ ճշմարտությունը, նույնիսկ եթե ճշմարտությունը կործանի ամեն ինչ։ Որոշումը կայացված էր ակնթարթորեն, և Արմանը վերցնելով մեքենայի բանալիները դուրս նետվեց գրասենյակից, թողնելով Լիլիթին մտահոգ հայացքով նայելու իր հետևից, քանի որ նա էլ էր զգում, որ այս հետաքննությունը սովորական չէ և կարող է վտանգավոր լինել բոլորի համար։ Դրսում անձրևը վերածվել էր իսկական հեղեղի, որը ողողում էր քաղաքի փողոցները, դարձնելով դրանք սահուն և անկանխատեսելի։ Բայց Արմանը չէր նկատում եղանակը, քանի որ նրա մտքերը զբաղված էին միայն մի հարցով. ինչու էր մայրը Անահիտը այդքան վրդովվել նախորդ երեկոյան, երբ ինքը հիշատակել էր հին գործը։ Նստելով իր մեքենան, նա զգաց տարօրինակ հոտ, այրված ռետինի և բենզինի խառնուրդ, բայց վերագրեց դա դրսի խոնավությանը և շարժիչը գործի գցեց, ուղղություն վերցնելով դեպի ծերանոց։ Ճանապարհին նա փորձում էր զանգահարել մորը, հուսալով լսել նրա ձայնը և փարատել կասկածները, սակայն հեռախոսը անջատված էր, ինչը միայն ավելացրեց նրա անհանգստությունը և ստիպեց ավելի ուժեղ սեղմել գազի ոտնակը։ Երբ մեքենան դուրս եկավ մայրուղի և արագությունը հասավ թույլատրելի սահմանին, Արմանը հայելու մեջ նկատեց մի սև ամենագնաց, որը հետապնդում էր իրեն հեռվից, կրկնելով յուրաքանչյուր մանևր, և այդ պահին նրա բնազդը հուշեց, որ խաղը, որի մեջ նա ներքաշվել է, շատ ավելի լուրջ է, քան պարզապես հին թղթերի ուսումնասիրությունը։ Մոտենալով ոլորապտույտ ճանապարհի վտանգավոր հատվածին, Արմանը փորձեց դանդաղեցնել ընթացքը, սակայն երբ ոտքը դրեց արգելակի ոտնակին, նա սարսափով զգաց, որ այն դիմադրություն ցույց չի տալիս և ազատորեն հասնում է հատակին։ Սիրտը մի պահ կանգ առավ, երբ մեքենան շարունակեց սլանալ դեպի անդունդը տանող շրջադարձը, և նա հասկացավ, որ սա տեխնիկական անսարքություն չէ, այլ կանխամտածված մահափորձ։ Խուճապի փոխարեն նրա մեջ արթնացավ սառը դատողությունը, և նա, ամուր սեղմելով ղեկը, փորձեց օգտագործել ձեռքի արգելակը և շարժիչի արգելակումը, մեքենան ճանապարհի վրա պահելու համար, մինչ անվադողերը ճչում էին թաց ասֆալտի վրա, պայքարելով ֆիզիկայի օրենքների դեմ։ Հրաշքով խուսափելով արգելապատնեշին բախվելուց, նա կարողացավ կանգնեցնել մեքենան ճանապարհի եզրին, շնչակտուր և քրտինքի մեջ կորած, և հենց այդ պահին նրա հեռախոսը սկսեց զանգել, էկրանին ցույց տալով անհայտ համար, իսկ հեռվից դիտող սև ամենագնացը դանդաղ շրջվեց և անհետացավ մշուշի մեջ։
Արմանի դողացող մատը սահեց հեռախոսի էկրանի վրայով, ընդունելով զանգը, եւ այդ պահին մեքենայի սրահում տիրող լռությունը խախտվեց ոչ թե մարդկային ձայնով, այլ մի տարօրինակ մետաղական խշշոցով, որի միջից հազիվ լսելի, բայց սառը հստակությամբ հնչեց ընդամենը մեկ նախադասություն, զգուշացնելով, որ որոշ դռներ ավելի լավ է փակ մնան, եթե նա չի ցանկանան, որ հաջորդ անգամ արգելակները ընդհանրապես գոյություն չունենան։ Մինչ Արմանը կհասցնել որևէ բառ արտասաներ կամ հարցնել զրուցակցի ինքնությունը, կապը ընդհատվեց, թողնելով նրան անձրևի միօրինակ թմբկահարման եւ սեփական սրտի խելահեղ բաբաքյունի հետ մենակ, եւ այդ կարճատև, բայց սարսափազդու կապը վերջնականապես փարատեց նրա մտքում մնացած վերջին կասկածները, հասկացնելով, որ սա պարզապես հին թրթերի ուսումնասիրություն չէ, այլ պատերազմ, որտեղ հակառակորդը պատրաստ է անցնել բոլոր սահմանները։ Նա դուրս եկավ մեքենայից, թողնելով այն ճանապարհի եզրին որպես վտանգավոր մետաղաջարդոն եւ անձրևի տակ կանգնած զգաց մի անսպասելի վճռականություն, որը ստիպեց նրան ոչ թե նահանջել, այլ ավելի համառորեն շարժվել առաջ, դեպի այն ճշմարտությունը, որը փորձում էին թաղել նրա հետ միասին։ Ուստի նա կանգնեցրեց առաջին պատահած տաքսին եւ վարորդին թելադրեց ծերանոցի հասցեն, անտեսելով վերջինիս զարմացած հայացքը իր թրջված ու խառնված տեսքի վերաբերյալ։ Ծերանոցի ընդունարանում տիրում էր ճնշող լռություն, որը խախտվում էր միայն հեռուստացույցի ցածր ձայնով եւ հիվանդասենյակներից եկող հազի խուլ ձայներով, իսկ օդում կախված դեղորայքի եւ հուսահատության ծանր հոտը կարծես խեղդում էր Արմանին, երբ նա վճռական քայլերով մոտեցավ հերթապահ բուժքրոջը եւ պանանջեց տեսակցություն Սուրենի հետ։ Բուժքույրը, սկզբում փորձելով արգելել այցելությունը ուշ ժամի պատրվակով, տեղի տվեց Արմանի փաստաբանին հատուկ անկոտրում պնդմանը եւ նրա աչքերում վառվող անբացատրելի կրակին, որը հուշում էր, որ այս մարդը կանգ չի առնի ոչնչի առջև։ Երբ Արմանը մտավ կիսամութ հիվանդասենյակ, նրա հայացքը հառեց մահճակալին գամված մի ծերունու, ում դեմքը գրեթե ձուլվել էր սպիտակ սավաններին, եւ դժվար էր հավատալ, որ այս հյուծված մարմինը ժամանակին եղել է քաղաքի ամենաազդեցիկ քննիչներից մեկը, սակայն Սուրենի աչքերը, չնայած մարմնի թուլությանը, դեռ պահպանում էին մտքի պայծառությունը եւ լցվեցին ճանաչման կայծով, հենց որ նա տեսավ իր հին ընկերոջ որդուն։ Արմանը մոտեցավ մահճակալին եւ առանց նախաբանների, ձայնի մեջ զսպելով կուտակված զայրույթն ու ցավը, հարցրեց այն միակ բանը, որը նրան հանգիստ չէր տալիս. արդյոք Վարդանը, այն մարդը, ով 20 տարի փտում է բանտում, իրականում անմեղ է։ Սուրենի պատասխանը եղավ ոչ թե բառերով, այլ ծանր խզզոցով լի հոգոցով եւ դողացով ձեռքի շարժումով, որով նա բռնեց Արմանի դաստակը, սեղմելով այն անսպասելի ուժով, կարծես ցանկանալով փոխանցել իր խղճի ծանրությունը։ Երբ նա վերջապես խոսեց, նրա ձայնը նման էր անդրշիրիմյան աշխարից եկող շշուկի։ Նա խոստովանեց, որ Գևորգը, Արմանի հերոս հայրը, իրականում խաղաղված չէր արդարադատությամբ, այլ առաջնորդվում էր սեփական պարտքերով եւ վախերով, եւ որ այդ չարաբաստիկ գործը փակվել էր ոչ թե ապացույցների հիման վրա, այլ դրանց ոչնչացման միջոցով։ Սուրենը, շնչահեղձ լինելով, արտասանեց մի բառակապակցություն, որը Արմանի համար հնչեց որպես հանելուկ՝ «Սև տետր», եւ պնդեց, որ ամբողջ ճշմարտությունը, անունները, գումարները եւ հանցագործության իրական պատկերը գրված են այնտեղ, իսկ այդ տետրի գտնվելու վայրը հայտնի է միայն մեկ մարդու՝ Անահիտին։ Մինչ Արմանը կփորձել ավելին իմանալ, բժշկական սարքերը սկսեցին տագնապալի ազդանշաններ արձակել, եւ ներս վազած բուժանձնակազմը ստիպողաբար դուրս հանեց նրան սենյակից, թողնելով նրան միջանցքում կանգնած կիսատ ճշմարտության եւ ավելի մեծ հարցականների առջև։ Տուն վերադառնալու ճանապարհին Արմանի գլխում պտտվում էին Սուրենի խոսքերը, որոնք քանդում էին նրա մանկության աշխարհը աղյուս առ աղյուս, եւ երբ նա մտավ իրենց շքեղ առանձնատուն, որտեղ ամեն ինչ շնչում էր կայունությամբ եւ բարեկեցությամբ, այդ ամենը նրան թվաց կեղծ եւ զզվելի։ Ընտանական ընթրիքի սեղանը պատրաստված էր սովորականի պես, ճերմակ սփռոցով եւ արծաթյա սպասքով, եւ նրա հարսնացուն Նարեն ժպիտով դիմավորեց նրան, չկասկածելով, որ իր սիրելիի հոգում իսկական փոթորիկ է տեղի ունենում, սակայն Արմանը չկարողացավ պատասխանել ժպիտին։ Նա նստեց սեղանի շուրջ, հայացքը հառելով մորը, Անահիտին, ով նստած էր սեղանի գլխին, պահպանելով իր սովորական սառնասիրտ եւ իշխող կեցվածքը, բայց այս անգամ Արմանը նրա դեմքին տեսնում էր ոչ թե մայրական հոգատարություն, այլ լարված սպասում։ Լռությունը սենյակում դարձել էր անտանելի, եւ Արմանը, այլևս չկարողանալով զսպել իրեն, որոշեց խաղալ բաց խաղաքարտերով, հուսալով, որ գոնե հիմա մայրը անկեղծ կլինի իր հետ։
Հավաքելով ողջ ուժերը, Արմանը դանդաղ, բայց հստակ արտասանեց Սուրենի հիշատակած բառերը, հարցնելով մորը սև տետրի մասին եւ ուղիղ նայելով նրա աչքերի մեջ, ոչ մի ռեակցիա։ Անահիտի ձեռքը, որը բարձրացնում էր գինու բաժակը, մի պահ քարացավ օդում, իսկ նրա դեմքի գույնը նկատելիորեն գունատվեց, սակայն նա արագորեն վերականգնեց ինքնատիրապետումը եւ փորձեց ամեն ինչ վերագրել Սուրենի ծերունական զառանցանքին եւ դեղերի ազդեցությանը, պնդելով, որ նման տետր երբեք գոյություն չի ունեցել։ Նա նույնիսկ փորձեց մեղադրել Արմանին, անցյալը անտեղի քրքրելու եւ ընտանիքի հանգիստը խաթարելու մեջ, սակայն երբ նա փորձեց ջուր լցնել իր բաժակի մեջ, նրա մատները դավաճանեցին նրան, անկառավարելի դողալով։ Եվ ջրի շիթը թափվեց սփռոցի վրա, թողնելով մուգ հետք, որը նման էր տարածվող ստի արատին։ Արմանը, տեսնելով մոր այդ անկառավարելի ֆիզիոլոգիական ռեակցիան, հասկացավ, որ Սուրենը ճիշտ էր, եւ որ իր մայրը ոչ միայն գիտի ճշմարտությունը, այլև ակտիվորեն թաքցնում է այն, եւ հենց այդ պահին նրա հեռախոսը նորից թրթռաց գրպանում, ստանալով հաղորդագրություն անծանոթ համարից, որում գրված էր ընդամենը 2 բառ՝ «Նայիր նկուղում»։ Հաղորդագրությունը կարդալուց հետո Արմանի հայացքը պակամա սահեց դեպի հատակը, կարծես ցանկանալով տեսնել հենց այնտեղ, իր ոտքերի տակ բացվող անդունդը, եւ նրա սրտի զարկերը արագացան այն աստիճան, որ սկսեց լսել դրանց արձագանքը ականջներում, ինչը մի պահ խլացրեց սենյակում տիրող լռությունը։ Նա զգում էր, թե ինչպես է իրականությունը դանդաղորեն խեղաթյուրվում, եւ այն ջերմ ու ապահով տունը, որտեղ մեծացել էր, հանկարծակի վերածվեց թակարդի, որի յուրաքանչյուր անկյունում թաքնված էր մի սարսափելի գաղտնիք։ Անահիտը, նկատելով որդու տարօրինակ վարքը, փորձեց մոտենալ նրան եւ դիպչել ձեռքին, սակայն Արմանը բնազդաբար հետ քաշվեց, նայելով մորը մի հայացքով, որում միախառնված էին ցավը, կասկածը եւ վախը, եւ այդ պահին նրանց միջև գոյացավ մի անտեսանելի անդունդ, որը լցված էր տարիների ընթացքում կուտակված ստով ու լռությամբ։ Արմանը, առանց որևէ բառ ասելու, շրջվեց եւ արագ քայլերով դուրս եկավ ճաշասենյակից, ուղղություն վերցնելով դեպի նկուղ, մինչդեռ Անահիտը մնաց կանգնած, ձեռքը օդում կախված, եւ նրա աչքերում առաջին անգամ հայտնվեց իսկական սարսափը, քանի որ նա հասկացավ, որ իր խնամքով կառուցված աշտարակը սկսում է փլուզվել։ Նկուղի դուռը բացվեց ծանր ճռինչով, եւ խոնավության ու հնության հոտը հարվածեց Արմանի քթին, արթնացնելով մանկության մոռացված հիշողություններ, երբ նա վախենում էր իջնել այստեղ, կարծես զգալով, որ այս մութ տարածությունը թաքցնում է ինչ-որ չարագուշակ բան։ Նա վառեց լույսը, որի թույլ ճառագայթները հազիվ էին լուսավորում փոշոտ դարակաշարերը եւ հին արկղերը, եւ սկսեց մոլեգին փնտրել այն, ինչի մասին ակնարկել էր անծանոթը, թեև ինքն էլ չգիտեր, թե կոնկրետ ինչ է փնտրում։ Յուրաքանչյուր արքա բացելիս նրա ձեռքերը դողում էին, եւ ամեն անգամ, երբ նա գտնում էր հոր հին իրերը, համազգեստը, շքանաշանները, լուսանկարները, դրանք նոր իմաստ էին ստանում, դառնալով ոչ թե հպարտության առարկաներ, այլ հանցագործության վկաներ։ Վերջապես, ամենահեռավոր անկյունում, մի հին գորգի տակ, նա գտավ կողպված մի մետաղյա արքղ, որի կողպեկը կոտրված էր, կարծես ինչ-որ մեկը վերջերս շտապողականությամբ բացել էր այն։ Երբ Արմանը բարձրացրեց կափարիչը, նրա սիրտը կանգ առավ։ Արքղը դատարկ էր, բացառությամբ հատակին ընկած մի փոքրիկ ճմրթված թղթի կտորի, որը նա վերցրեց դողացող մատներով եւ մոտեցրեց լույսին, տեսնելով, որ դա գրավատալ անդորրագիրը, թվագրված հենց այն օրով, երբ տեղի էր ունեցել սպանությունը։ Այդ փոքրիկ թուղթը դարձավ այն վերջին կաթիլը, որը լցրեց համբերության բաժակը, քանի որ այն ոչ միայն հաստատում էր Սուրենի խոսքերը, այլև մատնացույց էր անում մի կոնկրետ ուղղություն դեպի այն գրավատունը, որտեղ հայրը, հավանաբար, փորձել էր ազատվել գողոնից։ Արմանը զգաց, թե ինչպես է գլխապտույտը ուժեղանում, եւ նա ստիպված հենվեց պատին չընկնելու համար, քանի որ գիտակցումը, որ իր հայրը ոչ միայն մարդասպան է, այլև գող, ով թալանել է իր զոհին, անտանելի էր։ Նա հասկացավ, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան ինքը կարծում էր, եւ որ այս գործը ներառում է ոչ միայն ընտանեկան դրամա, այլև քրեական հանցագործությունների մի ամբողջ շղթա, որը կարող է ոչնչացնել ոչ միայն իր կարիերան, այլև ողջ կյանքը։ Նա դուրս եկավ նկուղից, անդորրագիրը սեղմած բռունցքի մեջ, եւ երբ բարձրացավ վերև, տեսավ, որ Անահիտը անհետացել է ճաշասենյակից, իսկ տան դուռը կիսաբաց է, ինչը նշանակում էր, որ մայրը գնացել է ինչ-որ տեղ, եւ Արմանը ենթադրեց, որ նա գնացել է թաքցնելու մնացած ապացույցները։ Առանց վայրկյան կորցնելու, Արմանը վազեց դուրս եւ նստեց իր երկրորդ մեքենան, որը հազվադեպ էր օգտագործում, եւ սլացավ դեպի այն գրավատունը, որի հասցեն նշված էր անդորրագրի վրա, հուսալով, որ դեռ ուշ չէ գտնել ինչ-որ բան։
Ճանապարհին նա նկատեց, որ իրեն կրկին հետապնդում են, բայց այս անգամ ոչ թե մեկ, այլ երկու մեքենա, որոնք փորձում էին սեղմել նրան եւ դուրս հանել ճանապարհից։ Եվ Արմանը ստիպված եղավ դիմել վտանգավոր մանևրների խուսափելու համար։ Նա հասկացավ, որ իր դեմ գործում են լուրջ ուժեր, եւ որ իր կյանքը կախված է մազից, բայց հետդարձի ճանապարհ այլևս չկար, քանի որ ճշմարտությունը արդեն շատ մոտ էր։ Հասնելով գրավատուն, որը գտնվոր էր քաղաքի հին թաղամասում, նա տեսավ, որ ցուցափեղկերը մութ են, բայց ներսում ինչ-որ շարժում կա, եւ երբ նա թաքեց դուռը, այն բացեց մի ծերունի, վախեցած եւ կասկածամիտ հայացքով, ով սկզբում չէր ցանկանում խոսել, բայց տեսնելով Արմանի ձեռքի անդորրագիրը, նրա դեմքը փոխվեց, եւ նա ներս հրավիրեց Արմանին, փակելով դուռը եւ իջեցնելով վարագույրները։ Ծեր ոսկերիչը պատմեց, որ հիշում է այդ գործարքը, քանի որ այն անսովոր էր, ոստիկանը բերել էր մի հազվագյուտ ադամանդե մատանի, որի վրա փորագրված էր Ելենա անունը, եւ որը ակնհայտորեն պատկանում էր սպանված գործարարի կնոջը։ Նա նաև հայտնեց, որ տարիներ անց մի կին եկել եւ հետ է գնել այդ մատանին, վճարելով կրկնակի գին, եւ երբ Արմանը խնդրեց ցույց տալ գրանցամատյանը, ոսկերիչը դողացող ձեռքերով բացեց հին փոշոտ մատյանը եւ մատնացույց արեց մի ստորագրություն, որը Արմանը ճանաչեց միանգամից՝ Անահիտ Սարգսյան։ Այս բացահայտումը վերջնականապես ջախջախեց Արմանի հույսի վերջին նշույլները, քանի որ այն ապացուցում էր, որ մայրը ոչ միայն իմացել է հանցագործության մասին, այլև ակտիվորեն մասնակցել է դրա հետքերը թաքցնելուն, պահելով գողոնը։ Արմանը զգաց, թե ինչպես է սենյակը պտտվում իր շուրջը, եւ նա հազիվ կարողացավ կանգուն մնալ, երբ հանկարծ դրսից լսվեց մեքենայի արգելակների ճռինչ եւ դռան ուժեղ հարված, որը ստիպեց նրանց երկուսին էլ սարսափահար նայել մուտքի ուղղությամբ։ Դռան հարվածի ձայնը սենյակում արձագանքեց որպես ամպրոպի որոտ, որը ստիպեց Արմանին եւ ոսկերիչին քարանալ տեղում, սարսափահար նայելով մեկ-մեկու։ Սակայն, երբ դուռը բացվեց, ներս մտնողը ոչ թե հետապնդող սև մեքենաների տերերն էին, այլ Անահիտը, նույնքան գունատ եւ շնչակտուր, որքան Արմանը, եւ նրա ձեռքին կար մի փոքրիկ սև թավշյա տոպրակ, որը նա սեղմել էր կրծքին, կարծես պաշտպանելով այն աշխարհի բոլոր չարիքներից։ Արմանը ապշած էր, տեսնելով մորը այս անսպասելի վայրում, եւ նրա ուղեղում հազարավոր հարցեր սկսեցին պտտվել, փորձելով հասկանալ, թե ինչպես է նա հայտնվել այստեղ եւ ինչ է թաքցնում այդ տոպրակի մեջ։ Սակայն Անահիտի առաջին իսկ շարժումը դեպի սեղանը, որտեղ դրված էր բացված գրանցամատյանը, ամեն ինչ ասաց առանց բառերի։ Նա դողացող ձեռքով ձրեց տոպրակը սեղանին եւ նայելով որդու աչքերի մեջ շշնջաց միայն մեկ բառ՝ «Ներիր», որը հնչեց ավելի շատ որպես խոստովանություն, քան ափսոսանք։ Արմանը դանդաղ մոտեցավ սեղանին, երբ նա բացեց տոպրակը, նրա աչքերի առջև փայլեց այն նույն ադամանդե մատանին, որի մասին պատմել էր ոսկերիչը եւ որի վրա հստակ երևում էր Ելենա անվան փորագրությունը, բայց մատանու կողքին կար եւս մեկ բան՝ մի փոքրիկ մաշված սև տետր, որի կազմի վրա հազիվ նշմարվում էին հոր Գևորգի սկզբնատարերը։ Սա այն սև տետրն էր, որի մասին խոսել էր Սուրենը, եւ որի գոյությունը Անահիտը ժխտել էր ընդամենը ժամեր առաջ։ Արմանը վերցրեց տետրը, եւ նրա մատները այրվեցին կարծես կրակից, երբ նա բացեց առաջին էջը եւ սկսեց կարդալ հոր ծանոթ ձեռագրով գրված տողերը, որոնք պատմում էին ոչ թե հերոսական սխրանքների, այլ ստոր դավաճանության եւ սառնասիրտ սպանության մասին։ Յուրաքանչյուր բառը հարված էր Արմանի սրտին, քանդելով այն պատվանդանը, որի վրա նա կանգնեցրել էր հորը, եւ բացահայտելով մի մարդու, ով պատրաստ էր զոհաբերել անմեղ կյանքեր հանուն սեփական շահի, սակայն ամենասարսափելի բացահայտումը դեռ առջևում էր։ Թերթելով էջերը, Արմանը հասավ վերջին գրարմանը, որը թվագրված էր հոր մահվան նախորդ օրով, եւ այնտեղ գրված էր մի նախադասություն, որը ստիպեց նրան մոռանալ շնչելու մասին։ Անահիտը գիտի ամեն ինչ։ Նա ոչ միայն գիտի, այլև նա էր, ով ստիպեց ինձ լռել։ Նա ասաց, որ դա անում է երեխաների համար, բայց ես գիտեմ, որ նա վախենում է կորցնել իր դիրքը հասարակության մեջ։ Նա իմ հանցակիցն է, եւ նրա լռությունը ավելի մահացու է, քան իմ գործած մեղքը։ Արմանը բարձրացրեց հայացքը եւ նայեց մորը, ով կանգնած էր գլխիկոր, արցունքները հոսում էին այտերով, բայց նրա դեմքին չկար զղջում, այլ միայն հոգնածություն եւ անխուսափելի ընդունում։ Այդ պահին Արմանը հասկացավ, որ իր ամբողջ կյանքը եղել է մի մեծ սուտ, եւ որ այն կինը, ում նա պաշտում էր որպես սրբություն, իրականում եղել է այն ճարտարապետը, ով կառուցել է այս կեղծ իրականությունը ուրիշի դժբախտության եւ արյան վրա։ Սենյակում տիրող լռությունը խախտվեց հեռվից լսվող ոստիկանական ազդանշանների ձայնով, եւ Արմանը հասկացավ, որ ժամանակը սպառվել է։
Նա կանգնած էր երկընթրանքի առջև, փրկել մորը և շարունակել ապրել ստի մեջ, թե հանձնել նրան արդարադատությանը և կործանել այն ամենը, ինչ մնացել էր իրենց ընտանիքից։ Անահիտը, տեսնելով որդու տառապանքը, մոտեցավ նրան և բռնեց ձեռքը, բայց այս անգամ նրա հպումը սառն էր և օտար։ «Դու պետք է ընտրես, Արման», ասաց նա ցածր ձայնով, «կամ դու կդառնաս ինձ պես և կապրես ստվերում, կամ կազատես մեզ բոլորիս այս բեռից, բայց իմացիր, որ ճշմարտությունը ունի իր գինը, և դու կարող ես չկարողանալ վճարել այն»։ Արմանը նայեց տետրին, ապա մորը, և նրա աչքերում վառվեց մի նոր կրակ, վճռականության և ցավի խառնուրդ, քանի որ նա հասկացավ, որ ինչ էլ որ ընտրի, նա արդեն կորցրել է այն մորը, ում ճանաչում էր, և այն հորը, ում հիշում էր, և որ այսուհետ նա մենակ է լինելու իր խղճի դեմ հանդիման։ Արմանի հայացքը դեռևս սևեռված էր մորը, բայց այժմ այդ հայացքի մեջ կար ոչ թե հարցական, այլ մի դատարկություն, որը սարսափեցնում էր ավելի, քան ցանկացած մեղադրանք։ Նա դանդաղ փակեց սև տետրը, և այդ պարզ շարժումը թվաց որպես մի ամբողջ դարաշրջան, որտեղ նա ապրել էր պատրանքների մեջ, իսկ հիմա կանգնած էր իրականության փլատակների վրա։ Անահիտը, զգալով որդու օտարացումը, փորձեց ևս մեկ անգամ խոսել, բայց բառերը խեղդվեցին կոկորդում, քանի որ նա հասկացավ, որ ցանկացած արդարացում հիմա հնչելու է որպես նոր սուտ։ Նրանց միջև կանգնած էր ոչ միայն հոր հանցագործությունը, այլև մոր 20-ամյա լռությունը, որը դարձել էր նրանց ընտանիքի հիմքը, և հիմա, երբ այդ հիմքը փլուզվել էր, նրանք երկուսն էլ հայտնվել էին անդունդի եզրին, չիմանալով թե ինչպես շարունակել ապրել միմյանց հետ։ Արմանը զգաց, թե ինչպես է իր ներսում մեռնում այն իդեալիստ տղան, ով հավատում էր արդարությանը և ընտանիքի սրբությանը, և նրա փոխարեն ծնվում է մի սառը հաշվենկատ մարդ, ով հասկանում է, որ այս աշխարհում գոյատևելու համար պետք է պատրաստ լինել զոհաբերելու նույնիսկ ամենաթանկը։ Ոստիկանական ազդանշանները մոտենում էին, և այդ ձայնը սթափեցրեց նրանց, ստիպելով դուրս գալ թմրած վիճակից։ Անահիտը արագորեն վերցրեց մատանին և փորձեց թաքցնել այն, բայց Արմանը բռնեց նրա ձեռքը, կանխելով այդ շարժումը։ Նրա հպումը վճռական էր և անոհոք։ «Այլևս ոչ մի թաքցնելու բան», ասաց նա ցածր, բայց հրամայական տոնով։ «Մենք կդիմավորենք նրանց այնպես, ինչպես կանք, մեր մեղքերով հանդերձ»։ Անահիտը նայեց որդուն և տեսավ նրա մեջ մի ուժ, որը նախկինում երբեք չէր նկատել, մի ուժ, որը գալիս էր ոչ թե անմեղությունից, այլ ցավից և հիասթափությունից։ Նա հասկացավ, որ իր փոքրիկ տղան մեծացել է, և որ ինքը այլևս չի կարող պաշտպանել նրան աշխարհի դաժանությունից, քանի որ հենց ինքն է դարձել այդ դաժանության աղբյուրը։ Նրանք դուրս եկան գրավատնից, դեմ առ դեմ կանգնելով իրենց ճակատագրին, և երբ ոստիկանները մոտեցան, Արմանը զգաց մի տարօրինակ հանգստություն, որը գալիս էր այն գիտակցումից, որ այլևս ոչինչ չունի կորցնելու։ Հաջորդող ժամերը անցան մղձավանջի պես՝ հարցաքննություններ, արձանագրություններ, սառը հայացքներ և անվերջանավի սպասում։ Արմանը, օգտագործելով իր փաստաբանական հմտությունները, կարողացավ ժամանակավորապես ազատել մորը կալանքից մինչև դատավարությունը, բայց նա գիտեր, որ սա ընդամենը ժամանակավոր դադար է փոթորկից առաջ։ Երբ նրանք վերադարձան տուն, այնտեղ տիրում էր գերեզմանային լռություն։ Տունը, որը ժամանակին լի էր ծիծաղով և ջերմությամբ, հիմա թվում էր օտար և թշնամական։ Նարեն, Արմանի հարսնացուն, սպասում էր նրանց հյուրասենյակում, և տեսնելով նրանց դեմքերը, հասկացավ, որ ինչ-որ անդառնալի բան է տեղի ունեցել։ Արմանը չկարողացավ նայել նրա աչքերին, քանի որ վախենում էր տեսնել այնտեղ այն նույն հիասթափությունը, որը ինքն էր զգում։ Նա ուղղակի անցավ նրա կողքով և փակվեց իր աշխատասենյակում, թողնելով երկու կանանց միայնակ իրենց հարցերի հետ։ Աշխատասենյակի մենության մեջ Արմանը սկսեց վերլուծել իրավիճակը սառը դատողությամբ։ Նա հասկացավ, որ իր դեմ կանգնած է ոչ միայն մոր մեղքը, այլև մի ամբողջ կոռումպացված համակարգ, որը տարիներ շարունակ թաքցրել է հոր հանցագործությունները։ Նա գիտեր, որ եթե ցանկանում է հասնել արդարության, պետք է պատրաստ լինի պատերազմի, որտեղ չկան կանոններ։ Նա հանեց գրպանից սև տետրը և սկսեց մանրակրկիտ ուսումնասիրել այն, փնտրելով անուններ, ամսաթվեր և կապեր, որոնք կարող էին օգտագործվել որպես զենք։ Նա գտավ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, ովքեր կապված էին հոր հետ, և հասկացավ, որ իր պայքարը լինելու է շատ ավելի մեծ, քան պարզապես ընտանեկան դրաման։ Նա պետք է դաշնակիցներ գտներ, և միակ մարդը, ում կարող էր վստահել, Լիլիթն էր։ Նա զանգահարեց նրան և խնդրեց հանդիպել գաղտնի վայրում, հասկանալով, որ իր հեռախոսը կարող է լսվել։ Մինչ Արմանը ծրագրում էր իր հաջորդ քայլերը, Անահիտը նստած էր իր ննջասենյակում, նայելով ամուսնու լուսանկարին։
Այս անգամ նրա հայացքում չկար սեր կամ կարոտ, այլ միայն ատելություն եւ զղջում։ Նա հասկացավ, որ իր ամբողջ կյանքը նվիրել է մի մարդու, ով արժանի չէր դրան, եւ որ իր սիրո պատճառով կործանել է իր միակ որդու կյանքը։ Նա որոշեց, որ այլևս չի լինելու զոհ։ Եթե Արմանը պատրաստվում է պայքարել, ապա ինքն էլ կանգնելու է նրա կողքին, նույնիսկ եթե դա նշանակում է գնալ բանտ։ Նա վերցրեց գրիչը եւ սկսեց գրել իր խոստովանությունը, մանրամասն նկարագրելով ամեն ինչ, ինչ գիտեր։ Սա լինելու էր նրա քավությունը, նրա վերջին նվերը որդուն։ Նա գիտեր, որ սա չի վերադարձնի անցյալը, բայց գուցե հնարավորություն տա Արմանին ունենալ ապագա։ Գիշերը իջավ քաղաքի վրա, բայց ոչ ոք չէր քնում։ Արմանը հանդիպեց Լիլիթին մի լքված պահեստում, որտեղ նրանք սկսեցին մշակել իրենց ռազմավարությունը։ Լիլիթը, տեսնելով Արմանի վճռականությունը, խոստացավ կանգնել նրա կողքին մինչև վերջ։ Նրանք որոշեցին, որ առաջին քայլը պետք է լինի հանրային կարծիքի ձևավորումը, օգտագործելով լրատվամիջոցները։ Արմանը գիտեր, որ սա վտանգավոր խաղ է, բայց նա պատրաստ էր ռիսկի դիմել։ Նա այլևս այն տղան չէր, ով վախենում էր ստվերներից։ Նա դարձել էր մարտիկ, ով պատրաստ էր այրել ամբողջ աշխարհը ճշմարտությունը ջրի երես հանելու համար։ Եվ երբ լուսաբացը սկսեց ներկել երկինքը, Արմանը զգաց, որ սա ոչ թե վերջն է, այլ նոր սկիզբ, որտեղ նա այլևս ստիգերի չէ, այլ իր սեփական ճակատագրի տերը։ Լուսաբացի առաջին ճառագայթները դեռ նոր էին սկսել ճեղքել գիշերային մթությունը, երբ Արմանը, սև տետրաթևատակին սեղմած, դուրս եկավ պահեստից, աչքերում վառվող այն վճռականությամբ, որը բնորոշ է միայն նրանց, ովքեր այլևս ոչինչ չունեն կորցնելու։ Նա գիտեր, որ յուրաքանչյուր րոպեն թանկ է, եւ որ իր հակառակորդները, համակարգի մեջ արմատացած այդ հզոր պաշտոնյաները, արդեն իսկ սկսել են իրենց որսը, փորձելով ոչ թե իրեն, թե ապացույցները։ Լիլիթը մնացել էր պահեստում որպես ապահովագրություն, որպեսի թվայնացնի տետրի պարունակությունը եւ պատրաստի այն հրապարակման, եթե Արմանի հետ որևէ բան պատահի, իսկ Արմանը ուղղություն վերցրեց դեպի գլխավոր դատախազություն, բայց այս անգամ ոչ թե խնդրելու, այլ պահանջելու համար։ Նա հասկանում էր, որ սովորական իրավական ճանապարհները փակ են, ուստի որոշել էր խաղալ ვა-բանկ, օգտագործելով իր ձեռքի տակ եղած տեղեկատվությունը։ Դատախազության շենքի մոտ նրան արդեն սպասում էին։ Երկու սև մեքենա արգելափակեցին նրա ճանապարհը եւ մեքենաներից դուրս եկան 4 ամրակազմ տղամարդիկ զենքերը թաքցրած բաճկոնների տակ, բայց Արմանը չկանգնեց։ Նա սեղմեց գազի ոտնակը եւ կտրուկ շրջադարձ կատարելով մտավ մայթի վրա, ստիպելով անցորդներին ցրվել եւ խուսափեց շրջափակումից, թողնելով հետապնդողներին շփոթված։ Սա նրա առաջին փոքրիկ հաղթանակն էր, բայց նա գիտեր, որ սա միայն սկիզբն է։ Նա հասավ հեռուստաընկերության շենք, որտեղ աշխատում էր իր հին ծանոթ լրագրողը, ով միշտ փնտրում էր սենսացիոն պատմություններ, եւ հենց այդ պահին նրա հեռախոսը զանգեց։ Զանգահարողը գլխավոր դատախազն էր, այն նույն մարդը, ում անունը ամենահաճախն էր հանդիպում հոր օրագրում։ Նա առաջարկեց հանդիպել եւ քաղաքակիրթ ձևով լուծել հարցը, խոստանալով անվտանգություն եւ մեծ գումար, եթե Արմանը հանձնի տետրը։ Արմանը համաձայնեց հանդիպել, բայց իր պայմաններով։ Նա նշանակեց հանդիպման վայրը քաղաքի կենտրոնական հրապարակում, հազարավոր մարդկանց աչքի առաջ, որտեղ դժվար կլիներ կազմակերպել որևէ սադրանք։ Երբ նա մոտեցավ նշված վայրին, տեսավ դատախազին շրջապատված թիկնապահներով, ով ժպտում էր ինքնավստահ եւ հեգնական ժպիտով։ Արմանը մոտեցավ նրան, ձեռքը գրպանում պահելով հեռախոսը, որը միացված էր ուղիղ եթերին, եւ բարձրաձայն հարցրեց. արդյոք դատախազը հիշում է այն գիշերը, երբ սպանվեց գործարարը, եւ թե ինչպես նա օգնեց կոծկել գործը։ Դատախազի ժպիտը անհեթացավ, եւ նա փորձեց ազդանշան տալ իր մարդկանց, բայց Արմանը արդեն սկսել էր կարդալ հատվածներ տետրից, բարձրաձայն հնչեցնելով անուններ եւ թվեր, որոնք ստիպեցին անցորդներին կանգ առնել եւ լսել։ Իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ, երբ թիկնապահներից մեկը փորձեց բռնել Արմանին, բայց նա, օգտագործելով իր ֆիզիկական պատրաստվածությունը, կարողացավ խուսափել հարվածից եւ հրել հարձակվողին։ Սկսվեց քաշքշուկ, որի ընթացքում Արմանը ստացավ մի քանի հարված, բայց չկորցրեց հավասարակշռությունը։ Նա գիտեր, որ հիմա ամենակարևորը ժամանակ շահելն է, մինչև Լիլիթը կհրապարակի տետրի ամբողջական տարբերակը համացանցում։ Եվ հենց այդ պահին, երբ թվում էր, թե ուժերը անհավասար են եւ նրան կբռնեն, ամբողի միջից դուրս եկան մի խումբ մարդիկ, հասարակ քաղաքացիներ, ովքեր լսել էին նրա խոսքերը եւ որոշել էին պաշտպանել նրան։ Սա անսպասելի շրջադարձ էր, որը շփոթեցրեց դատախազին եւ նրա մարդկանց։ Օգտվելով խառնաշփոթից, Արմանը դուրս պրծավ ամբողից եւ վազեց դեպի մոտակա սրճարանը, որտեղից կարող էր կապ հաստատել Լիլիթի հետ։
Նա տեսավ, որ Լիլիթը արդեն ուղարկել է հաղորդագրություն. «Ամեն ինչ պատրաստ է, սեղմում եմ կոճակը»։ Արմանը հասկացավ, որ հաղթանակը մոտ է, բայց գինը, որը նա վճարելու է, շատ բարձր է։ Նրա կարիերան, անվտանգությունը, գուցե նույնիսկ ազատությունը հարցականի տակ էին, բայց նա զգում էր մի ներքին խաղաղություն, որը չէր զգացել տարիներ շարունակ։ Նա նայեց դուրս, տեսնելով, թե ինչպես են ոստիկանական մեքենաները մոտենում հրապարակին, եւ հասկացավ, որ վերջնական կռիվը դեռ առջևում է, եւ որ ինքը պատրաստ է դրան։ Նա հանեց հոր նվիրած ժամացույցը, որը կրում էր նորպես թալիսման, եւ դրեց սեղանին, խորհրդանշելով, որ անցյալի կապերը այլևս չեն կաշկանդում իրեն, եւ որ ինքը պատրաստ է կերտել իր սեփական ճակատագիրը, ինչպիսին էլ որ այն լինի։ Ոստիկանական մեքենաների ազդանշանները խլացնում էին հրապարակի աղմուկը, եւ օդը լցվել էր լարվածությամբ, որը նման էր ձգված լարի, պատրաստ ցանկացած պահի կտրվելու։ Արմանը սրճարանի պատուհանից հետևելով դրսում տեղի ունեցող քաոսին, տեսավ, թե ինչպես են իրավապահները շրջապատում դատախազին, ով, հասկանալով իր պարտությունը, փորձում էր փախչել ամբոխի միջով, բայց նրա ճանապարհը փակել էին հենց այն մարդիկ, ում նա տարիներ շարունակ արհամարհել էր։ Սա վճռական պահն էր, երբ Արմանը գիտակցեց, որ Լիլիթի կողմից տարածված տեղեկատվությունը ոչ միայն ապացույց էր, այլև կայծ, որը բռնկել էր արդարության հրդեհը։ Դատախազը, տեսնելով իրավիճակի անելանելիությունը, հանեց զենքը եւ ուղղեց այն ամբոխի կողմը, սպառնալով կրակել, եթե նրան ճանապարհ չտան, եւ այդ պահին ժամանակը կարծես կանգ առավ։ Արմանը, մոռանալով սեփական անվտանգության մասին, դուրս վազեց սրճարանից եւ կանգնեց դատախազի ու ամբոխի միջև, նայելով ուղիղ նրա վախեցած, բայց կատաղի աչքերին։ «Կրակիր», ասաց Արմանը հանգիստ, բայց հաստատուն ձայնով, բայց դու չես կարող սպանել ճշմարտությունը, որն արդեն ազատության մեջ է։ Դատախազի ձեռքը դողաց, եւ հենց այդ վայրկյանին հատուկ ջոկատայինները օգտվելով նրա շփոթմունքից զինաթափեցին նրան եւ գետնին տապալեցին։ Ամբոխը պայթեց ծափահարություններով, բայց Արմանը չէր լսում նրանց, քանի որ նրա հայացքը հառած էր հեռվում կանգնած մորը, Անահիտին, ով ինքնակամ հանձնվել էր ոստիկանությանը եւ հիմա նայում էր որդուն արցունքոտ, բայց հպարտ աչքերով։ Դատավարությունը, որը հետևեց այս իրադարձություններին, դարձավ տարվա ամենաաղմկահարույց գործը։ Արմանը հանդես եկավ ոչ թե որպես պաշտպան, այլ որպես հիմնական վկա, եւ նրա ցուցմունքները, հիմնված հոր օրագրի եւ մոր խոստովանության վրա, քարուքանդ արեցին կոռուպցիոն ամբողջ բուրգը։ Վարդանը, այն մարդը, ով 20 տարի անմեղ տեղը անցկացրել էր բանտում, վերջապես ազատ արձակվեց, եւ դատարանի դահլիճում տիրող հուզմունքը աննկարագրելի էր, երբ նա գրկեց իր կնոջը, ով հավատարմորեն սպասել էր նրան այսքան տարի։ Անահիտը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, հանցագործությունը պարտակելու համար, բայց նա ընդունեց վճիռը խոնարհությամբ, քանի որ գիտեր, որ սա միակ ճանապարհն է մաքրելու իր խիչը եւ վերականգնելու որդու վստահությունը։ Դատավարությունը, որը հետևեց այս իրադարձություններին, դարձավ տարվա ամենաաղմկահարույց գործը։ Արմանը հանդես եկավ ոչ թե որպես պաշտպան, այլ որպես հիմնական վկա, եւ նրա ցուցմունքները, հիմնված հոր օրագրի եւ մոր խոստովանության վրա, քարուքանդ արեցին կոռուպցիոն ամբողջ բուրգը։ Վարդանը, այն մարդը, ով 20 տարի անմեղ տեղը անցկացրել էր բանտում, վերջապես ազատ արձակվեց, եւ դատարանի դահլիճում տիրող հուզմունքը աննկարագրելի էր, երբ նա գրկեց իր կնոջը, ով հավատարմորեն սպասել էր նրան այսքան տարի։ Անահիտը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, հանցագործությունը պարտակելու համար, բայց նա ընդունեց վճիռը խոնարհությամբ, քանի որ գիտեր, որ սա միակ ճանապարհն է մաքրելու իր խիչը եւ վերականգնելու որդու վստահությունը։ Արմանի համար ամենադժվար պահը եղավ այն, երբ նա ստիպված եղավ հրաժեշտ տալ մորը դատարանի դահլիճում, բայց նրանց հայացքների մեջ կար մի լուռ խոստում, որ սա վերջը չէ, այլ նոր սկիզբ։ Նա հասկացավ, որ թեև կորցրել է իր մանկության պատրանքները, բայց ձեռք է բերել մի բան շատ ավելի արժեքավոր՝ սեփական ինքնությունը եւ ուժը ապրելու ճշմարտության մեջ։ Մեկ տարի անց Արմանը եւ Լիլիթը զբոսնում էին քաղաքային այգում իրենց նորածին որդու հետ։ Արևը պայծառ շողում էր եւ օդը լի էր գարնանային թարմությամբ, ինչը խորհրդանշում էր այն նոր կյանքը, որը նրանք կառուցել էին փլատակների վրա։ Արմանը այլևս չէր զբաղվում փաստաբանությամբ այն ձևով, ինչպես նախկինում։ Նա հիմնել էր մի հիմնադրամ, որը օգնում էր անաստարացիորեն դատապարտվածներին, եւ Վարդանը դարձել էր այդ հիմնադրամի պատվավոր անդամներից մեկը։
Անահիտը բանտից գրում էր նամակներ, որոնք լի էին իմաստությամբ եւ զղջումով, եւ Արմանը կարդում էր դրանք իր որդուն, որպես դաս, որ սերը չպետք է լինի կույր, եւ որ ճշմարտությունը, որքան էլ դառը լինի, միշտ ավելի լավ է, քան ամենաքաղցր սուտը։ Նա նայեց իր կնոջը եւ երեխային, եւ նրա սրտում խաղաղություն տիրեց, քանի որ նա գիտեր, որ իր ընտանիքը այլևս չէր կառուցված ստի վրա, այլ ամուր հիմքերի, սիրո, վստահության եւ արդարության։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պատմությունը մեզ սովորեցեց, որ անցյալի ստվերները կարող են հետապնդել մեզ ամբողջ կյանքում։ Սուտը, նույնիսկ եթե ասված է բարի նպատակներով, միշտ ունի իր գինը, եւ այդ գինը հաճախ վճարում են մեր ամենասիրելի մարդիկ։ Իսկական սերը պահանջում է ազնվություն, նույնիսկ երբ դա ցավոտ է, որովհետև միայն ճշմարտությունն է ունակ ազատելու մեր հոգիները։ Մենք հուսով ենք, որ Արմանի եւ Անահիտի պատմությունը ստիպեց ձեզ մտածել ձեր սեփական կյանքի եւ ընտրությունների մասին։ Իսկ դուք ինչ կանեիք Արմանի տեղում, կներեիք ձեր մորը, թե կընտրեիք արդարադատությունը։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում, մենք սիրով կկարդանք ձեր կարծիքները։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս հուզիչ ճանապարհորդության ընթացքում։ Մինչ նոր հանդիպում։